Բարև սիրելիներս, այսօր մենք եկել ենք Վինտերշտալը Վասաֆալ։ Սա Քյարնտենի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկն է։ Ես ուզում եմ ցույց տալ ձեզ ամբողջ ճանապարհը, միաժամանակ պատմելով վայրի մասին, որ դուք էլ տեսնեք, զգաք, թե ինչ գեղեցիկ է այստեղ։ Հիմա մենք սկսում ենք քայլել դեպի ջրվեժ։ Սկզբնական ճանապարհը բավականին հարթ է եւ քայլելը հեշտ է։ Ավստրիայի բնությունը շատ ուժեղ է։ Ամեն քայլը ներսում նոր էներգիա է տալիս։ Ճանապարհը արդեն կամաց քարքարոտ է դառնում եւ բարձրանում է։ Ավելի դժվարանում է բարձրանալը երեխայի հետ։ Ես ուզում եմ մի քիչ պատմել այս ջրվեժի մասին։ Ջրվեժի բարձրությունը մոտ 54 մետր է։ Սա Քյարնտենի ամենաբարձր ջրվեժն է։ Ջուրը գալիս է մոտակա լեռներից, ձնհալից եւ անձրևաջրերից։ Ջուրը շատ դանդաղ, հազարավոր տարիներով սկսել է փոքր քայքայել այդ ժայռը, ստեղծելով անցք, որտեղից որ թափվում է ջրվեժը։ Ահա թե ինչպես է ստեղծել բնությունը այս ջրվեժը։ Ահա արդեն լսվում է ջրվեժի ձայնը։ Ես շատ եմ սիրում ջրի ձայնը։ Դա շատ հանգստացնում է, թե մարդը հոգնած է, թե մարդը լարված է։ Ջրի ձայնը այդ ամեն ինչը տանում է։ Տեսնելով ջուրը թե ոնց է թափվում, թվում է, թե քո ներսի ծանրությունն էլ ջրի նման քիչ թափվում է։ Մենք վայելելով բարձրանում ենք, երեխայի հետ ճիշտ է դժվար է, բայց սա այնպիսի վայր է, որ անգամ կարող ես երեխայի հետ էլ գալ։ Բարձրանալը շատ դժվար չի մնացած տեղերի նման։ Մեզ քիչ է մնացել հասնել։ Ահա ճանապարհը այստեղ արդեն նեղանում են ու ավելի դժվար է լինում քայլելը, ավելի զգոն ուշադիր պետք է լինենք, որպեսզի չսայթաքենք։ Այստեղ գալու համար ուղղակի անհրաժեշտ են լավ սպորտային կոշիկներ, որպեսզի չսայթաքես եւ չընկնես։ Քիչ մոտենում ենք ջրվեժին։ Շատ մարդիկ գալիս են այստեղ, նստում են նստատեղերին ու ուղղակի նայում են ջրի վրա։ Ոչ մի խոսք, ոչ մի բառ, միայն ջրի ձայնը բավական է։ Ես էլ կարող եմ շատ երկար նայել։ Ջուրը, քարերը, ծառերը, ամեն ինչ այնքան համահունչ է, կարծես մեկ ամբողջություն լինի։ Ահա արդեն տեսնում ենք ջրվեժը։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ է, վերևից սպիտակ ցողունի նման իջնում է մաքուր ջուրը։ Երբ կանգնում ես ջրվեժի առաջ, հասկանում ես, որ կյանքը մեծ ու հզոր է։ Ափսոս, բավականին ուշ ենք եկել եւ մութը շատ շուտ է ընկնում, դրա համար շատ երկար ժամանակ չենք ունենալու նստենք եւ վայելենք այս ձայնը։ Մի քանի րոպե կմնանք ջրվեժի մոտ եւ կիջնենք հետ։ Այնքան հարմարավետ է ջրվեժի մոտակայքում սարքած, որ դու կարող ես նստարաններ կան, մի քանի հատ տարբեր բարձրության վրա, որ կարող ես նստել եւ վայելել։ Հիմա մենք կսկսենք իջնել ներքև։ Ճանապարհը իջնելն շատ ավելի հեշտ է, բայց պետք է զգույշ լինենք, քանի որ քայլերը սայթաքում են, բայց ընդհանուր առմամբ իջնելն ավելի արագ է ստացվում, քան բարձրանալը։ Հիմա քայլելիս ես մտածում եմ, ինչքան կարևոր է նման օրեր ունենալը։
Երկրի ամենալավ հարստությունը բնությունն է։ Այս վլոգը ես չեմ նկարում պարզապես նյութ ունենալու համար։ Սա իմ կյանքի օրագիրն է։ Ես ուզում եմ հետագայում նայել ու հիշել այս օրերը։ Այս կանաչ բնությունը, այս ջուրը, այս ձայնը։ Ու այս վլոգը նաև ձեզ հետ է, որպեսզի դուք էլ նստած տանը զգաք այս բնության շունչը։ Իսկ եթե հնարավորություն կունենաք, դուք էլ այցելեք այս վայրը։ Ավստրիան ունի շատ ու շատ գեղեցիկ վայրեր, որոնք սպասում են մեզ։ Հուսամ ջրվեզի ձայնը ձեզ էլ հանգստացրեց, ոնց որ մեզ։ Մենք արդեն ճանապարհի կեսը իջել ենք, մեզ քիչ է մնացել, որ հասնենք դեպի մեքենան։ Տեսանյութում չի երևում, բայց արդեն իրոք մութ է։ Մենք լավ արեցինք, որ շուտ իջանք, թե մի քանի թեկուզ անգամ 5 րոպե ուշ իջնեինք, ճանապարհի կեսը լավ մթության մեջ կքայլեինք, իսկ երեխայի հետ դա թույլ տալ հնարավոր չէր։ Շնորհակալ եմ, որ այսօր ինձ հետ եկաք այս ճանապարհով, եթե ձեզ դուր եկավ, դրեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ, մի մոռացեք և բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին շարունակենք Ավստրիայի նոր վայրեր բացահայտենք։ Մինչ նոր վլոգ, ցտեսություն։